ձերբակալվեցին, հետո ինչպես այսօր հայտնի դարձավ, վարչական վերահսկողություններն են նկատմամբ որպես հապանակ կիրառվել, ձայնագրություն հրապարակեց, սրա հետ կապված ինչ կասեք, քանի ֆինանսական, քանի որ այսպես տեսակետվա նրանց փաստաբանները պնդում են, որ սա հերթական քաղաքական հետապնդումն է, եթե ձայնագրությունները Ձայնագրությունները լսել եմ, որ այդ կանանցից առնվազն մեկը ինչ-որ մի կնոջ կամ տղամարդու խոսում է նրան հեռուստացույց նվիրելու կամ հեռուստացույցի փոխարեն գումարը տալու մասին, ինչը բոլորդ գիտեք, որ հակաօրինական է ընտրական շրջանում, ես էլ չեմ կարող նման բան անել, մյուս քաղաքական թիմերի ներկայացուցիչներն էլ չեն կարող նման բան անել, ով էլ նմանատիպ բան անի, պետք է համապատասխան քրեաիրավական գնահատական ստանա դա, բայց Իվարկյան բայց ձայնագրությունը ինչի մասին էր, բայց կներեք այդ կնոջը հեռուստացույց տալու կամ հեռուստացույցի տեղը փողը տալու ձայնագրությունը ինչի մասին է, դա այդ ինչը, բայց ավարտեմ կներեք պարոն Կիրակոսյան, Իսկ թվաց ուզում եք ասեցի, ի սկզբանե զգուշացնեմ, որ ավարտեմ, բայց պիտի ասեմ, որ սա ուղղակի ես չգիտեմ ինչ աստիճանի խայտառակություն է, որ իրանց ուժեղ հռչակած ձյաձյաները, իրանց ձյաձյաների տեղ դրած ուժեղ մարդիկ մանկահասակ ու նորածին երեխա ունեցող կանանց են ներգրավում այդ ընտրատասովկայի գործերում, նրանց միջոցով են փորձում այդ կեղտոտ գործը առաջ տանել, փաստացի նրանց դարձնում են իրենց կեղտոտ խաղերի զոհը, որտեղ գիտեք, որ օրենքի համար այդ տարբերությունը շատ չկա, օրենքը տեսնում է, իրավապահ համակարգը տեսնում է օրենքի խախտում ու պարտավոր է գնա դրա հետևից, ուրիշ բան, որ այդ մարդիկ թաքնվում են նորածին երեխաներ ունեցող կանանց թիկունքում, այդ նորածին երեխաներ ունեցող կանանց են ստիպում ներգրավել նմանատիպ գործեր։ Ներողություն, վստահ եք, որ այդ հեռախոսազանգը չի եղել մինչև Հայաստանի նախագահի կողմից ընտրությունների օրը որոշելով հրամանագրի ստորագրել։ Հակառակ կներեք, հակառակ պարագայում այս քրեական գործը իմաստ չէր ունենում։ Վստահում եմ քննչական կոմիտեի կոմպետենտության։ Հարցնելու է Սամվել Կարապետյանը, ուժեղ Հայաստանում նորածին ունեցող մայրերը չեն պատժելու, չեն քրեական գործերով անցնելու։ Եվ ձեզ մեղադրում եմ, որ նոր կերակրող վերը տարել եք այսպիսի դեպքակարգ։ Դե ես էլ ասում եմ, դա ուղղակի վախկոտ, տմարդի, թուլամորթ, թուլակամ, էլ ինչ հոմանիշները կարակ ինքներդ ինչքան ուզում եք հոմանիշ լսնեք այս բառի տակ մարդու արարքա, որ նորածին երեխա ունեցող կնոջը ներգրավեն ընտրատասովկայի մեջ, այդ կնոջ միջոցով կեղտոտ փողերի շրջանառություն կազմակերպեն, այդ կնոջը դնեն հարվածի տակ, որպես այսօր կանգնեն տենց ելույթներ ունեն։ Բախի չեն իրանց ընտանիքի անդամներով այդ կեղտոտ գործը անում, որ բայց խի իրանք չեն անում, այդ ուժեղ տղերքը խի չեն անում։ Օրինակ Կալուգացի Սամոն խի անձամբ այդ տասովկի գործերը չի անում, իրա եղբայրը, եղբոր տղան խի անձամբ չեն անում, որ այդ մարդկանց, որ այդ կանանց փուռը տան, որ այդ նորածին երեխա ունեցող կանանց փուռը տան։ Պարոն Ալեքսանյան, Նարեկ Կարապետյանը այդպես չի դիտարկում, ասում է օրինակ նույնիսկ իշխանության որևէ ներկայացուցիչ կարող է նման ձևով բանակցել, օրինակ գործարար մարդու։ Որ ձևով։ Արհեստական բանականությամբ նկատի ունի։ Այսինքն դուք լսել եք այդ մարդու խոսալ, ասում է նման ձևով, որ ձևով։ Այդ նման ձևով, եկեք մի հատ դնենք իր ելույթը լսենք, հա։ Ալեքսանյան մի հարց է, օրինակ, եթե ասում ենք օրենքը բոլորի համարելն է, թե կարծում որ այս դեպքում, երբ որ օրինակ նույն ձեր ուժն է գնում քաղաքացիների հետ հանդիպում, ասում են թոշակները կբարձրացնենք կամ քաղաքացիների բարձրացնենք, ասում է բարձրացրել ենք, որ հարցով, օրինակ կոնկրետ բերեք, չէ, կոնկրետ բերեք։ Չտես, կներեք, մի վարքյան։ Ինչ հարցով։ Չէ, պետքա հստակ բերեք օրինակը։ Չէ, իրանց տան հարցովն էլա, մի վարքյան, կներեք, ստեղ հարցը հետևյալն է որպես այդպիսին։ Կա հստակ օրենսդրական կարգավորում։ Այդ օրենսդրական կարգավորումը եւ առհասարակ այս թեմատիկան այնքան հստակ է, որ ստեղ չգիտեմ ինչի մասն է, էլի խոսքը։ Հիմա օրինակ գնում ենք, այո, մարդկա ասում է մեր գյուղում դպրոց չկա։ Մենք տեսնում ենք, որ օրինակ մեր կառավարության ծրագրով նախատեսվում է այդ գյուղում կառուցել դպրոց ու մենք այո ասում ենք
կլուծենք այդ հարցը։ Այստեղ խնդիր չկա։ Հիմա իրանք էլ հազար ու մի բան են խոս տանում, որտեղ քաղաքական ուժերը նախընտրական ծրագիր են ներկայացնում ու դա նորմալ է։ Բայց ուրիշ բանա, որ դուք գաք ինձ ասեք, գիտեք ինչ, ես ուսման վարձի փող չունեմ, ես ասեմ կլուծենք այդ հարցը։ Այ դա արդեն նախընտրական բարեգործության խոստում է, որ օրենքով արգելված է, ինձ դրա համար պետքա դատեն, եթե ես նմանատիպ արտահայտություն ունեմ։ Պարոն Ալեքսանյան, իշխան Սաղաթելյանը հայտարարել է եւ կոչով դիմել է ընդդիմադիր մյուս բոլոր գործընկերներին անկախ բոլոր դիրքորոշումներից հանրահավաքի մասնակցել։ Ըստ ձեզ այս հանրահավաքը ինչ ասելիք ունի։ Դե հանրահավաքը չգիտեմ, բայց դե բոլորը միասին են, էլի ընդհանուր ընդդիմադիր գործիչներին, եթե դիտարկենք որպես վիրավորանքի դաշտում չեմ ասում, էլի ոնց որ sense խաղաքարտերի, կարտերի նման հիմա sense բաժանել են, անիմաստ ցրել են տարբեր թիմերի, առանց նայելու ով է հետևը, ոնց է հետևը։ Օրինակ տեսել եք Քոչարյանի խմբակցության ներկայիս պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտնվել է Գագիկ Ծառուկյանի ցուցակում, ու Ծառուկյանն էլ հայտարարում է, որ իրենք չեն քվեարկելու Քոչարյանի օգտին։ Չէ, ընդհանրապես դա ինչ որ խնդիր է։ Պարոն Կիրակոսյան, ես օրինապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, ես քաղաքական գործիչ եմ, ես քաղաքական գնահատական եմ տալու։ Որ Էլինար Վարդանյան հիմա Քոչարյանը Պարոն Կիրակոսյան, հիմա ասացում եմ կրիմինալ բան չկա, հիմա ինչի եք ինձ այդ հարց տալիս։ դուք դա ուզում եմ հասկանալ իսկ ինչն է խնդիրը։ Հիմա որ թողեք ավարտեմ, կհասկանա։ Քոչարյանի խմբակցության գործող պատգամավորը, ով դեռ Քոչարյանի խմբակցության պատգամավոր է, հիմա մի թիմի ցուցակում է, որի առաջնորդը հայտարարել է, որ իրանք Քոչարյանին ձայն չեն տալու։ Այստեղ քաղաքական դիսոնանս տեսնում եք, թե չէ։ Անձան համաձայնություն ունի, դրա համար է դուրս եկել գնաց։ Դե շատ բան է կարող, ես հիմա ասում եմ, այստեղ կոնկրետ քաղաքական դիսոնանս կա, սա քաղաքական